Բարի օր գործարարիքին միացած մեզ հետ տևող մարդիկ, ռադիոլսողներ, ռադիոդիտողներ, սա թարմուղեղով զրույցն է գործարարիքի եթերում, իսկ իմ զրուցակիցը բժիշկ Հայկ Մանասյանն է, բարի օր։ Բարև ձեզ։ Պարոն Մանասյան, մինչ հաղորդումը սկսելը պարզվեց, որ արդեն կառավարությունը հրապարակել են բանակցությունների փաթեթները, որոնց մասին խոսվում էր ու ասում էր վարչապետը, որ մինչև գալիք տարի այդ թղթերը կլինի հանրությանը հասանելի։ Ես չեմ ծանոթացել, որովհետև ժամանակ չեղավ, դուք էլ կարծես թե չեք ծանոթացել, բայց ընդհանուր ընտրությունների նախաշեմին այս փաստաթղթերը ինչի մասին են լինելու, ինչ են իրենք ուզում ապացուցել այս փաստաթղթերը հրապարակելով եւ կարծում եք գաղտնի ինչ որ բաներ կան, որոնք Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կբարձրացնեն։ Չեմ կարծում, որ այդ փաստաթղթերով Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրանալու է կամ իջնի, հատկապես լայն մասսաների մոտ, որովհետև մարդկանց, հատկապես Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին, այդքան էլ դա չի հետաքրքրում։ Դա ավելի շուտ քաղաքական գործիչների, այսպես ասած, նախկինների եւ ներկաների, կոպիտ ասենք էլի, բանավեճի առարկաներ, իհարկե դա շատերի համար կարա հետաքրքիր լինի, այդտեղ որոշակի պարզաբանումներ կլինեն, բայց այստեղ ամենամեծ հարցը, որ Նիկոլ Փաշինյանի առաջ դնում էին, այն էր, որ արդյոք չի եղել մի այնպիսի առաջարկ, որից դու հրաժարվել ես այն շրջանում, երբ որ իշխանության գալով ասում էիր, որ ոչ մի առաջարկ էլ չկա, այսինքն արդյոք դու չես ստել։ Այստեղ խնդիրը դա էր։ Ես չեմ ուզում տարբեր փաստաթղթերի առանձնահատկություններին անդրադառնամ, որովհետև եթե ամփոփ ասենք 97 թվականի առաջարկը, 98 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով, ուրեմն այսպես ասած, մերժված, երևի թե դրանից լավ կամ դա գերազանցող իրատեսական որևիցե բան չի եղել։ Սա այսպես, բայց եթե ամփոփենք այդ ամբողջ ինչ էլ բացահայտվելու է որ 97 թվականի, 98 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը ինքը տեղ մեղավոր չի, սա հարցի մյուս կողմն է։ Մարդիկ իրեն սիրում են, չեն սիրում, դա էլ հարցի մյուս կողմն է։ Այդ առաջարկից ավելի լավ եւ իրատեսական առաջարկ կարծում եմ չի եղել։ Իսկ փաստաթղթերի հրապարակման պահանջը Նիկոլ Փաշինյանի առաջ սուտ խոսելու մեղադրանք էր, որ փաստորեն 2 տարի 18 թվականից մինչև 20 թվականը դու ստել ես, թե իբր բանակցություն չի գնում, դու ստել ես, թե իբրև առաջարկ չկա եւ այստեղ քողարկելով հնարավոր լուծումների արկայությունը, թեկուզ ցավոտ լուծումների արկայությունը, թաքցնելով այդ ամեն ինչը առնվազն քաղաքական էլիտաներից, եթե կարելի է այդպես անվանել, հա, թաքցնելով գնացել ես մի գործընթացի, մի ուրեմն հանգրվանի, ոչ թե բոյկոտել, այլ սաբոտաժի ես ենթարկել, հա, այդ ամենը, ինչը Ադրբեջանի ձեռքին դարձել է հիմնավորում պատերազմ սկսելու համար, ոչ թե պարզապես Ադրբեջանը ինքը իր համար է դա հիմնավորում որպես գտել, այլ միջազգային գլխավոր ուժային կենտրոնների առաջա ինքը հիմնավորում գտել, որ տեսեք կա բանակցային առաջարկ, Հայաստանը, հայկական կողմը ոչ կառուցողական է մոտենում, ինչ ամնում բացի պատերազմով հարցը լուծելը։ Այստեղ կարելի է էլի խորանանք, ավելի մանրամասնենք, բայց հիմա դա այդքան էական չի։ Երբ որ ասում են, որ կներեք, որ երկարացնում եմ այս հարցի պատասխանը։ Կարևոր հարց է։ Երբ որ ասում են, որ ահա Նիկոլ Փաշինյանն ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ եւ դա դարձավ պատերազմի շարժառիթ, իհարկե դա այդպես չի։ Կամ երբ որ Շուշիում ինագուրացիա էին անում, դա էլ առանձին վերցրած պատերազմի պատճառ չի, պատերազմի պատճառը պիտի լինի այնքան մասշտաբային, այնքան խորը եւ հիմնավոր։ Իսկ առիթ է։ Մի րոպե, հեսա կասեմ։
այնքան խորի հիմնավոր, որ պատերազմող ագրեսիվ կողմը Ադրբեջանը կարողանա բացատրություն տա եւ թույլտվություն ստանա գլխավոր ուժային կենտրոնների կողմից։ Ահա այդ դրսևորումները Նիկոլ Փաշինյանի այդ իբրև հայրենասիրական, իբրև անզիջում դրսևորումները իրականում սիմպտոմներն են եղել այն խորքում ստվերում գնացող գործընթացի, որը եղել է հայկական կողմը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի կողմից բանակցային process-ը պրավալ տալը, ուղղակի չի մանևրե, չի խաղացե, կամ տեղ չեն թողել մանևրելու, բայց եւ այնպես թաքուն միանձնյա առանց խորհրդակցելու, առանց քննարկելու, առանց տեղյակ պահելու, թե ինչա տեղի ունենում, ինքը այդ գործընթացը ձախողել է, որ բանակը պատրաստ չէր ենթադրենք կամ որ մենք մեր արչև անհամաչափ ավելի մեծ ուժեր, այս ամեն ինչը կարելի է հասկանալ, չի լինում հասկանալ, թե դու ինչու ձախողեցիր բանակցային գործընթացը։ Նրա համար, որովհետև քեզ զիջում էին ուզում։ Այդ դրա պատասխանն էլ կա, ինչու ձախողեց, ինչի պրավալ տվեց, որովհետև կար կոնսենսուս, ես այդպես եմ կարծում, ես այդպես եմ տեսնում։ Կար կոնսենսուս, որ պետքա այո ազատագրված կամ գրաված շրջանները, որ անվտանգության գոտի, առնվազն այդ 5 շրջանները, պետքա վերադարձնել։ Նիկոլ Փաշինյանն էլ չուզեցավ վերադարձնել, բայց միևնույն ժամանակ որովհետև ինքը հաղթանակով էր եկել։ Ոչ, որովհետև նայեք, դե սա արդեն այստեղ բան կա, անմաքրություն կա, ինչ առումով։ Ինքը ընթացքում հասկանում է, որ իրան թույլ են տվել գալ իշխանության, որպեսզի ինքը այդ սև գործը անի, այսպես ասած։ Ինքը դա հասկանում է, լավ, հասկացար, բա հետո ուրեմն այդտեղ երկու ճանապարհ կար։ Կամ տալիս ես հրաժարական, կամ հետ ես անկեղծ։ Կամ հետ անկեղծ ենթադրենք չի կարող լինել, չնայած երրորդ տարբերակն է։ Լավ, այդ երկու տարբերակը նշեմ, ավելացնենք երրորդը, կամ հրաժարական ես տալիս, կամ այդ շրջանները վերադարձնում ես, ինչ որ ձևով, օրինակ ասեմ, ինչ ձևով որ կասեք ժողովուրդը չեր ընդունի, այն ամեն ինչը ինչ Նիկոլ Փաշինյանը որպես հիմնավորում եւ արդարացում ներկայացնում էր պատերազմից հետո, այդ ամեն ինչը կարար ասել պատերազմից առաջ։ Այդքան պերճաշուկ կարար բացատրեր, թե ինչու մենք ի վիճակի չենք Ադրբեջանին դիմագրավել, հաղթել, ինչու նախկինները այսպես են արել, այնպես են արել։ Այդ ամեն ինչը կարար ասել միջև պատերազմը։ Հա, կամ վերադարձնում էր այդ ամեն ինչը ասելով։ Պարոն Մանասյան, պարզա չէ դրանից հետո եկող պատասխանը ընդդիմության կողմից որն էր լինելու։ Գիտեք ինչ։ Մենք կարողանում ենք պահել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ էլ դրեցին այդ հարցը, հետագայում էլ լինելով ընդդիմություն, Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ իր ասելիքը, իր բացատրելիքը չփոխեց։ Սա ես ինչի համար եմ կարևորում։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը չլիներ, միգուցե մտածեինք, որ այլ տարբերակ չի լինում։ Միգուցե մտածեինք, որ այ Նիկոլ Փաշինյանը ճար չուներ, որ խոսել ժողովուրդը իրեն չէր հասկանա եւ այլն։ Բա Լևոն Տեր-Պետրոսյանը ո՞նց էր խոսում։ Ով կկանգներ նրան դեմ, Նիկոլ Փաշինյանին դեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը բացահայտեր ինչպես է հեղափոխությունը եղել, ինչպես է ինքը եկել իշխանության, ուրիշ բան ասեմ, եթե բացահայտ ասեր, որ ահա այս խնդիրն է մեր առաջ դրած, ոչ թե ինչպես ազգային ժողովում հիմա էլ կարող ենք պատերազմը կանգնացնել, բայց դու գոնե падգամավորներին 20 թվականին ասել էիր, ինչ տվյալներ ունես բանակի վիճակի մասին։ Գոնե ասել էիր, թե ինչքան ժամանակ մենք կարող ենք դիմադրել։ Այնուհետև պատերազմը սկսելուց դու արդյոք օգտագործել ես պատերազմը դադարեցնելու, հնարավորինս ցածր կորուստներով դադարեցնելու հնարավորությունները արդյոք օգտագործել ես։ Ոչ չես օգտագործել։ Արդյոք հոկտեմբերի 9-ին եղել է արտգործնախարարի մակարդակով առնվազն Մոսկվայում հանդիպում էր։ Արդյոք եղել է հրադադարի պայմանավորվածություն։ Հիշեցնեմ, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 10-ին առավոտյան Գյանջան, Գանձակը, Կիրովաբադը մեծ շատ հզոր հրթիռով
խփվեց, այսինքն մեր կողմից է խփվել, ստեղ հարցեր են առաջանում, ես առաջի մարդը չեմ, որ սա բարձրաձայնում, սրա մասին շատ է խոսել Արթուր Համբարձումյանը Գյումրիից, եթե 9-ին հրադադար ենք պայմանավորվում, լավ կարա գիտեք ինչ որ հրադադարը չեն պահում, բայց այս տեսակ հարվածը սա մեկնաբանության առնվազն մեկնաբանության կարիք ունի, բացատրության կարիք ունի։ Հոկտեմբերի 19-ին արդյոք չի եղել հրադադարի հնարավորություն պահանջ։ Իսկ միայն բանակցային process-ը չի, պատերազմը ունի բազմաթիվ հարցեր, խոշոր հարցեր, որոնք առնվազն մեկնաբանության կարիք ունի։ Արնեն Սիմոնյանը վերջում որ հարցազրույց էր տալիս, այն անդրադարձել է այդ հարցերին, չգիտեմ նայել եք այդ հարցազրույցը թե ոչ։ Չէ։ Այ ըստ իր խոսքի իրենք համաձայն են եղել շրջանների հանձնմանը, բայց Ալիևը մերժել է նաև այդ տարբերակը այլ պահանջներ առաջ բերելով։ Ալիևը հիմա էլ այլ պահանջներ առաջ բերում ու իրանք կարծես թե հեչել դեմ չեն։ Միշտ էլ ձև են գտնում այդ այլ պահանջները փաթեթավորել անկախության, ինքնիշխանության, խաղաղության, սուվերենության, սուվերենության ճռճռան խոսքերով եւ ներկայացնել, բայց դրա մասին չեմ ասում։ Իրենք այև որ Ալեն Սիմոնյանը ասում է, որ ժամանակի մասին է ասում։ Սեպտեմբերից առաջ, սեպտեմբերի 27-ին, էլի կրկնեմ, սեպտեմբերի հոկտեմբերի 19-ին, բայց ձեր ասվածը եւ այդ պահանջները Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակել է, ամեն դեպքում արդյունքում մենք ունեցանք շատ ավելի վատ տարբերակ, քան մինչև այդ պահանջելը։ Գիտեք ոնց։ Վերջին հաշվով ազգային ժողովի կողմից հետաքննիչ հանձնաժողով կար, պատերազմի քննիչ հանձնաժողովը ընթացքը եւ արդյունքները քննող հանձնաժողով կար, որի եզրակացությունը արխիվավորեցին, որի պարունակությունը չդարձավ հանրության սեփականություն։ Վաղը կարող է, գիտեք, ինչ որ թուղթել հրապարակել։ Դե հաջորդ իշխանությունն էլ կգա, դա կհրապարակի էլի։ Դե չէ, նրանք էլ կարող է հիմա հրապարակեն, ասեն լավ, այս թուղթն եք ուզում, ես էլ խնդրեմ, բայց թե մեջը ինչ մակրագրություն կանեն, ինչ կանեն, այ ինչու չհրապարակեցիք։ Կամ արդյոք այս պետական կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը չեք դարձրել, ես հիմա դիմում եմ իշխանություններին, արդյոք ձեզ համար դա ինչ որ կոնտենտի ծրագիր չի, այսինքն ձեր նախընտրական կոնտենտն եք մշակել, ասում եք դե լավ, ընտրությունները հունիսին է 26 թվական, դե նոյեմբերին այս մեկը կհրապարակենք, դեկտեմբերին սա կհրապարակենք, հունվարին եկեղեցու հետ կապված SS ծայրահեղացնենք, չգիտեմ, մարտին էս կանենք, այսինքն փոխանակ, դուք ձեր անմիջական պարտականությունն ու պատասխանատվությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը օր առաջ իրականացնեք, իսկ դուք ունեցել եք դրա համար ընդհանուր առմամբ, օրինակ այս թղթերը հրապարակելու համար դուք ունեցել եք 7.5 տարի ժամանակ եւ 7.5 տարի անց նոր որոշել եք հրապարակել, իհարկե կփորձենք ծանոթանալ ինչը ոնց, բայց ասում եմ լայն մասաներին դա առանձնակի հետաքրքիր չի լինելու եւ ընդհանրապես Արցախյան խնդիրն ու Ղարաբաղյան օրակարգը լայն մասաներին կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում այնքան էլ չի մտահոգում։ Դա է պատճառը, որ քաղաքական հայտ ներկայացնողները գրեթե իրենց ծրագրերում կարծես թե չեն էլ ուզում վերադարձի եւ վերադարձնելու հարց քննարկել։ Ինձ թվում է ոչ այնքան, միգուցե եւ դա է պատճառը։ Միգուցե եւ դա է պատճառը, բայց այստեղ իրատեսության հարց էլ կա։ Ինչքանով է դա իրատեսական եւ այդ թեման օգտագործելը արդյոք շահարկում չի։ Այսինքն կեղծ խոստումների կամ արդյոք շահարկում չի։ Համենայն դեպս ովքեր որ այդ թեման պիտի օգտագործեն, նրանք եղել են իշխանություն, նրանք եղել են նրանց հովանավորները կամ առաջնորդները, եղել են իշխանություն,
նրանց իշխանության օրոք վարվել են բանակցություններ, թող Ղարաբաղյան հարցը իրանք էլ իրանց հերթին լուծած լինեին, թող լուծեին, ինչի չեն լուծե, այսինքն ես կարող եմ Նիկոլ Փաշինյանին հանդիմանել, պահանջել, ասել ինչու էսպես չի, էսպես է, բայց մարդիկ ովքեր Նիկոլ Փաշինյանին նվիրել են իշխանությունը, հիմա ինչ են իրանից պահանջում, նվիրել են, որ լավ չի իրականացրել այդ օպերացիան, հա, այդ հանձնման օպերացիան վատ է արել, այդ սև գործը վատ է արել, ինչու են մեղադրում, ավելի վաղ եղած, բացի էլի հազար ներողություն ես, որ շատ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը տվեցի, ինձ էլ մարդիկ դրա համար հանդիմանում են, ասում են ինչի ես այդքան բան, բայց ժողովուրդ եկեք փաստերին նայենք ուղիղ էլի, որտեղ ինձ համար խոսվում է Ղարաբաղյան խնդրի մասին, դրա հնարավոր լուծումների մասին, առնվազն 90-ականների վերջերում արդեն, որտեղ մարդիկ կան ասում են, չէ, 90-ականների սկզբերում մենք ինչ որ բան այնպես չարինք, այսպես որ անեինք ավելի լավ կլիներ։ Համենայն դեպս բոլոր տարաձայնություններով հանդերձ, ինչ վերաբերում է 90-ականների սկզբներին, 90-ականների վերջերին արդեն մենք ունեցել ենք հնարավորություն այդ հարցը լուծելու առնվազն բավականին իրատեսական։ Ռուսաստանը թույլ չտվել։ Ինձ արդեն դա է ուրիշ հարց է։ Դե ասում են Ռուսաստանը միշտ ցանկացել է թեժ պահել Կովկասում։ Հա, ուզեցել է, կարող է հիմա չի, Ռուսաստանը շատ բան է ուզում, բայց Ռուսաստանը իսկ հիմա Միացյալ Նահանգները չի ուզում։ Ռուսաստանը միայնակ չի աշխարհում։ Գոյություն ունի ուժերի հակակշիռ, այսինքն որտեղ կա մի գերտերություն, նրա առաջ կանգնած է մի ուրիշ մրցակից գերտերություն։ Քաղաքականությունն էլ օրինակ փոքր երկրների այդ մրցակցության մեջ ոչ թե ավանտյուրա անելը, ոչ թե կտոր փախցնելն է, այլ բաց շիտակ հաշվետվող պատասխանատու ձևով իրենց հետ հարաբերվելն է։ Այսինքն եթե ինչ որ մեկը չէր թողում, ինչ որ մեկն էլ թողում էր, չէ։ Եվ այստեղ գալի կանգնում ենք ինչ որ ներքին բալանսի վրա։ Ներքին բալանսն է այլ կողմ գնացել։ Լավ, դա արդեն էական չի, անցել գնացել է, բայց եւ այնպես։ Իրողությունը փոխվել է, բան Մանասյան։ Բացի ուրեմն առաջին նախագահից մյուսները այդ թեմայով խոսելու, մյուսները ովքեր եղել են քաղաքականության մեջ, այդ թեմայով խոսելու, մեղադրելու, պահանջներ ներկայացնելու, ինձ թվում է առնվազն բարոյական իրավունք չունեն։ Իրողությունը փոխվել է, Արցախը օկուպացված է եւ ես չեմ կարող ամեն դեպքում ասել, որ խաղաղության դարաշրջանը սկսվել, իշխանությունն է այդպես ասում, համենայն դեպս փաստաթղթեր ստորագրվել են Թրիփուղու մասին, մենք դրա մասին զրուցել ենք բավականին խորքային տարբերակով, քննարկում տեսնում եք բովանդակային, թե ինչ պիտի անենք մենք այդ Թրիփի հետ։ Դա իրողություն է։ Ինձ համար դա իրողություն չի, ինձ համար դա շրջելի է, ինձ համար կան ալտերնատիվներ, այդ մի կետը անխոչնդոտ, այդ մի կետը, այդ կետը չի կարա դառնա Հայաստանի պարտավորություն Ադրբեջանի նկատմամբ։ Եթե չեմ սխալվում, կոչվում է սերվիտուտային օգտագործում, երբ որ տիրապետում ես դու, կոպիտ ասեմ, հա, օրինակ մի քանի օրինակներ բերեմ համատեղ օգտագործման, օրինակ ինչ որ մեկի սեփականությունն է, բայց պայմանագրով վարձով է տվել մեկ ուրիշին։ Այդ մեկ ուրիշը ունի այդ հողը կամ տունը կամ ապրանքը, օգտագործում է ինչպես ուզում է, չի ջարդում, բայց չի կարա ջարդի, փչացնի եւ այլն, բայց օգտագործում, այսինքն օգտագործողի իրավունք ունի։ Դուք անցած անգամ լավ օրինակ բերել եք, երբ որ հարևանություն են անում, ու ամեն անգամ հարևանը ասում է քո կինը պիտի հաց դնի իմ առջև, հետո ամանները լվանա դրանից հետո։ Հիմա այսինքն այս դեպքում կնոջ սերվիտուտային օգտագործումը։ Ուրեմն եթե չեմ սխալվում Էդուարդ Աբրահամյանը, քաղաքագետ եւ եթե չեմ սխալվում Բրիտանիայում է, ինքը այս օրինակը բերեց, բացատրեց, որ այդ սերվիտուտային մոդելը, հա, տեսեք ոնց է, ես ունեմ հող գյուղի մեջ։ Հիմա գյուղը իմ հողը ճանապարհի վրա է ընկնում, ենթադրենք։ Գալիս են իմ հողից մի կտոր, ասում են լսի, այս քո հողն է էլի, բայց պետքա գյուղը օգտագործի այս հողը։ Պիտի ստեղով մարդիկ գնան գան որպես ճանապարհ։ Էլի քո հողն է։ Եվ այդ սերվիտուտային իրավունք են տալիս գյուղին, այդտեղից օգտվի։ Այսինքն դա լուրջ սահմանափակում է սեփականատիրոջ իմ իրավունքները, շատ լուրջ է սահմանափակում։ Հիմա այդ ինչ որ պլանավորում են անել, դա ըստ էության Ադրբեջանին
Սերվիտուտային իրավունք են տալիս Զանգեզուրի որոշակի հատվածի վրա։ Սա կատաստրոֆա է։ Սա ես չեմ կարող սա ընդունեմ, հաշտվեմ սրա հետ։ Ես իշխանություն էլ դառնամ։ Իրավական ճանապարհով չկարանամ այս հարցը լուծել։ Ժողովուրդ, ես ամեն ինչ անելու եմ, որ մի օր այս հարցը փակվի ու էլ ոչ մի ձև չբացվի։ Չեք պատկերացնում։ Ո՞նց եք անելու։ Ասելու են պատերազմի կուսակցություն եք ստեղծում, եկել եք պատերազմ եք հրահրում։ Ուրեմն տեսեք։ Մեր Սուրբ Խաղաղության դարաշրջանը քանդում է։ Բայց եկեք հիմա չեմ ուզում այդ հարցի շուտ ծավալվեմ, նախ այդպես չի, բայց եթե նույնիսկ այդպես է, ինչ ուզում եք մտածեք, ինչ ուզում եք ասեք, առհասարակ որոշել եմ ընդհանրապես ուշադրություն չդարձնել, թե ինչ են ասելու, ինչ ուզում է թող ասեն, ինչ ուզում է թող ասեն, կա ճիշտ, կա անհրաժեշտություն, կա պարտադիր անելիքներ։ Հիմա ինչ ուզում է ասեն, չի կարա Հայաստանի տարածքը սերվիտուտային իրավունքով տրամադրվի Ադրբեջանին կամ որևիցե մեկ ուրիշ պետության։ Չի կարա տենց բան լինի։ Եվ վերջ։ Ուզում եք ելեք օդ, ուզում եք իշեք ցած։ Չեք ուզում դիմադրել, ուզում եք թուլանաք հաճույք ստանաք, ժողովուրդ ջան, կամ բազմաթիվ երկրներ, որտեղ էմիգրանտի պես, ճամբարում փախստականի պես կարակ ապրեք։ Ինչ եք ուզում, ձեր ինչին է պետք սեփական երկիր։ Ձեր ինչին է պետք սեփական երկիր։ Իսկ նրանք ում պետք է սեփական երկիր։ Բայց նրանք պետք է իրենց սեփականության նկատմամբ ցանկացած ոտնգծություն կանխեն։ Իսկ եթե ինչ-որ մեկին իր հողից, իր կներեք այս բառի համար հայաթից ենկոմ հետաքրքիր չի, դա իր խնդիրն է։ Վերջին հաշվով համոզված եմ կան մարդիկ, ովքեր սեփականության զգացում ունեն երկրի նկատմամբ, պետության նկատմամբ։ Եվ այդ մարդիկ պաշտպանելու են իրանց սեփականության իրավունքը։ Կասեն, չգիտեմ, սենց ես անում, թե նենց ես անում, то այդ ասողին էլ, այդ դրան լսողին էլ, ահա։ Էլ ինչ ասեմ, կներեք։ Ման Մանասյան, սեփականության իրավունքը պաշտպանողները եւ այդ գաղափարը ընկալողները քանի տոկոս են մեր հանրապետությունում, ո՞նց եք մտածում եւ այդ տոկոսը կկարողանա հաղթել գալիք ընտրություններում։ Շատ բարդ հարց եք տալիս, այդ տոկոսը, քանի տոկոսա որ է, նախ պետքա ներկայացված լինի քաղաքական դաշտում։ Այսինքն այստեղ միայն իշխանությունը ամբողջությամբ վերցնելու մասին չի խոսքը։ Առնվազն քո տեսակը պետքա ներկայացված լինի քաղաքական դաշտում։ Քո ներկայացուցիչը պիտի լինի քաղաքական դաշտում, պարլամենտում, եթե հնարավորություն ունես նաև գործադիր իշխանությունում։ Դու պիտի ներկայացված լինես որոշումների կայացման սեղանների շուրջ։ Քո ներկայացուցիչը պիտի ծանոթանալու իրավունք ունենա գաղթի փաստաթղթերին, որոնք օրինակ падգամավորին թույլ են տալիս, բայց ինձ ու ձեզ թույլ չեն տալիս։ Եվ քո ներկայացուցիչը կարա պահանջի հաշվետվողական եւ թափանցիկ կառավարում, եթե նույնիսկ ինքը իշխանություն չի։ Այսպիսով կարող է, քանի տոկոս է կազմում եւ նա կարող է հաղթի ընտրություններում, եթե նա ներկայացված է պարլամենտում, դա արդեն արդյունք է։ Դա արդեն լուրջ արդյունք է։ Բայց եթե մենք տենց պետությունը դա այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը որ հարցնում են, պարոն Մանասյան, ինչու հնարավոր չի որևէ լուծման գնալ, ասում են դե իշխանության ձայները մեծամասնություն են, մենք ոչինչ չենք կարողանում անել։ Մենք այդ նույն պատկերն ենք ունենալու, այսինքն ներկայացուցիչները լինելու են, բայց ներկայացուցիչները ձայն չեն ունենալու։ Հիմա ասա։ Հա, ասեք ինչ շարունակեք։ Այդ խոսքին անդրադառնամ, ես ոչ մանդատ ունեմ ազգային ժողովում, չէ՞։ Ոչ աշխատավարձ եմ ստանում ազգային ժողովից, իմ աշխատանքային օրի մի զգալի մասը զբաղված է մասնագիտական բժշկական գործունեությամբ, դրանից այն կողմ էլի լիքը հարցեր, ու այդ թվում նաև քաղաքական եւ քաղաքացիական ակտիվություն։ Ասեք տեսնեմ, ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորներից ով է իմ չափ քաղաքական եւ հանրային ակտիվություն դրսևորե օրակարգ տեղաշարժե կամ գեներացրե, մի հատ ասեք։
Այսինքն դու մանդատ կա ձեռքի թե չկա, նույնիսկ դա էական չի։ Մտքիդ տեղ լինի եւ 1000 ներողություն անհամեստությանը տաղանդը թերիքի։ Իսկ եթե մանդատով ես ու էլի հերիքումա, առավել մեծ քայլեր կարաս անես, առավել մեծ գործողություններ կարաս անես։ Սա էսպես, բայց ինչ էի ուզում ասել այդ։ Ես ձեզ ընդհատեցի պարոն Մանասյան, որովհետև չի կարողանում ամեն դեպքում հարցը չտալ։ Միտքս կտրվեց, լավ։ Մի հարց էլ քննարկենք, գուցե հիշեք ընթացքում այ ազգային ժողովում այսօր ամսի 2-ն է, որ մենք տեսաձայնագրում ենք հաղորդումը, քննարկում էր առողջապահության համընդհանուր ապահովագրության այս նախագիծը։ Իհարկե իշխանությունը դրական լույսի ներքո է ներկայացնում սա, իսկ ընդդիմությունը բողոքում է, որ սա ընտրությունների նախաշեմին է եւ այստեղ դրական ոչինչ կարծես թե չպետք է նկատել, որովհետեւ պարզ չի թե ինչի մասին է սա։ Դուք որպես ոլորտի ներկայացուցիչ շատ կարեւոր է նաեւ այս իմաստով էլ ձեր կարծիքը հայտնեք։ Ես հիմա չեմ ուզում շատ ընդհանրացակ մեկնաբանեմ դա, ավելի կսպասեմ, երբ որ դա կյանքի կկոչեն, պրակտիկայում տեսնեմ ինչ են անում, ընդհանուր գծերով հիմա կասեմ հետեւյալն է։ Որոշակի դրական տեղաշարժ լինելու է, ինչու, որովհետեւ 200,000 դրամ եւ ավել վաստակող մարդկանց աշխատավարձից փողեր են վերցվելու, այսինքն հարկեր են բարձրանում այդ մարդկանց համար, անունը դրել են ուղղակի ապահովագրություն, եւ այդ փողերը ոչ թե գնալու է ընդհանուր պետբյուջե, ինչպես սովորաբար լինում է հարկերը բարձրացնելիս, այլ այդ փողերը գնալու է կոնկրետ առողջապահության հարցերի լուծմանը, որոնք են դրանք պետպատվեր։ Այսինքն պետպատվերը հիմա ունի ըստ երկրի կարգի, հա, ոնց որ ընդունված է։ Պարտադիր պետպատվեր վիրահատություններ կան, ստուգումներ կան եւ այլն։ Բայց այս պետպատվերը լսած կլինեք, որ քաշքշուկների պատճառ է դառնում, պետպատվեր չկա, չգիտեմ, փող չկա։ Ստեղ այսինքն կա ծույլիկ վիճակ, որ պիտի ապահովեն, չեն կարող ապահովեն։ Ահա այս փոսը, այս բացը կլցվի այդ փողերով։ Պատկերացրիք, այն ինչ պետպատվերը հիմա վատ է աշխատում, հիմա լրացուցիչ փողերի հայտ կգան, որպեսզի պետպատվերը ավելի լավ աշխատի։ Սա իհարկե դրական տեղաշարժ լինելու է, բայց հարկերի բարձրացման հաշվին։ Ժողովուրդ ջան, եթե աշխատող մարդկանց ձեռից իրանց վաստակած փողի կեսը հենց աշխատավարձ ստանալու օրը խլես, ավելացված արժեքի հարգման, դրանք էլ իր հերթին մնա։ Դուք կարող եք թոշակները ընդհանրապես կրկնապատկենք, եռապատկենք, բայց այտենց գործ չեն անում։ Աշխատող մարդկանց ձեռքից ուղակի հարկը վերցնել պետպատվերը փակելու համար, ես դրա հետ այդքան էլ համաձայն չեմ։ Իսկ ինչ վերաբերում է առողջապահության համապարփակ ապահովագրությանը, մի օր հատուկ կանչեք այդ թեման խոսենք, նույնիսկ կարելի է գիտեք երբ խոսել, երբ որ այս ծրագիրը սկսեն գործարկել մի ամիսը, մի օր ամբողջությամբ ես դա կներկայացնեմ, բավականին հետաքրքիր։ Ես իրականում նախատեսել էի, որ մենք այսօր դա ենք քննարկելու, բայց քանի որ նոր իրողություն տեղի ունեցավ փաստաթղթերը հրապարակվեցին։ Ինչու է շուտ, որովհետև թող գործարկեն, մի հատ տեսնենք ինքը իրանից ինչ է ներկայացնում։ Ոնց աշխատում։ Դե ասեցի պետպատվեր են փակելու, հիմնական մեծ անելիքը դա է լինում։ Այսքան գովազդում են, բայց էլի լայն մասսաները այդպես նրբազգաց եւ նրբանկատ չեն։ Լայն մասսերների վրա ազդումը, այսինքն տես տատանվող մարդ է, մտածում է, հա Նիկոլը կարող է արդեն առաջվանը չի, հա կարողա չէ, այսքանից հետո երևի ճիշտ են ասում, ես Նիկոլը չէ, ես հաջորդ անգամ իրան չեմ ընտրելու, այսպեսի տատանվող մեկը կա, մեկ էլ Ավանեսյանը, մեր առողջապահության նախարար, վերակենում այսպես ժպիտը դեմքին, նուրբ դիմագծերով, ապահովագրություն են կանում, շնորհավոր ձեր տոնը, այսպեսի բաներ, չէ, այս մարդ ասում, այդ հալեմ էլի Նիկոլին ընտրեմ։ Այսքանը, հերիքը, հասկանում եք, բայց լավ, դա իրական չի, ինչն էի մոռացել ասել։ Հիշեցիք։ Պետությունը դա տասնամյակների եւ հարյուրամյակների նախագիծ է։ Դա մի տարով, երկու տարով չի։ Այսինքն էլի այն տոկոսին դառնանք, որոնք
ինչքան են հանրության քանի տոկոսն է սեփականատեր զգում իրեն երկրին, քանի տոկոսն ուզում է լինի այդ հատվածը հանրության ընդարձակվելու, ընդլայնվելու խնդիր պիտի որ ունենա իր արժև դրած, եւ եթե հիմա ինքը ենթադրենք 10% կամ 5% կամ 3%, ինքը պիտի դառնա 15, 20, 50, ինքը պիտի տենց դառնա։ Բա դա ո՞նց է լինելու։ Նստենք սպասենք, երբ ենք դառնալու 50+1%, հա, նստենք դրան սպասենք։ Չէ, այսօր ենք կերտում այդ 50+1%-ը։ Այդ երկար ճանապարհը ամեն օր մի քայլ կամ չգիտեմ, առաջի քայլից հետո հաջորդ քայլից է, ուրեմն լինում այնպես որ տեղ ես հասնում։ Ուրեմն առաջիկա ընտրություններում անկախ նրանից, թե 1000 ներողություն, որ այսպես ասում են, իմ տեսակը քանի տոկոս է կազմում, անկախ այդ ամենից։ Ես գնալու եմ իմ տեսակը ներկայացնելու երկրի քաղաքական դաշտում։ Ես այդ քայլն անելու եմ։ Ու ես գնում եմ ոչ թե ուղղակի այս ընտրություններին մասնակցելու, այլ 50+1%-ը ազգի սեփականատեր, այդ 50+1%-ը կերտելու։ Դուք ձեր քայլն անելու եք մի խոսքով։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Մանասյան, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ թարմ ուղեղով զրույցներ, իսկ առաջին խոսափողի մոտ բժիշկ Հայկ Մանասյանը կհանդիպենք։